եթերում աշխատանքներ շարունակում օրակարգը, բարև ձեզ գլխավորի մասին նախամարոտ։ ԱԻՄ-ը միանում է հայկական վերածնունդը հրավիրում, քաղաքական նոր դիրքավորումներ։ Նուբարաշենի 3 դատապարտյալ վնասելով իրենց բողոքել են բռնության դեմ, Արդարադատության նախարարության վերահսկողականը պարզել է պատճառը։ Լեռների ջուրը հունը կփոխի, արագ սթափվել կորչելու փոխարեն կորոքի դաշտերը, Վեդիում կառուցվող ջրամբարի տնտեսական էֆեկտը։ Հալեպում հայ զինվորական է զոհվել 33-րդը սիրիական պատերազմում։ Դիլիջանում Քեսապ, Քեսապից քիչ հեռու Հալեպ, սիրիահայ գործարարը 2 ռեստորան է բացել եւ ախորժակ արևելյան խոհանոցի սիրահարների համար։ Լոս Անջելեսում ցուցարարների հոսք կանանց իրավունքների համար եւ ոչ միայն, նրանք դժգոհ են Թրամփի քաղաքականությունից։ Արցախյան առաջնագծում պայմանագրային զինծառայող է զոհվել, անցած գիշեր հակառակորդի դիպուկահարից մահացու վիրավորում է ստացել 21-ամյա Կարեն Մարատի Ուլուբաբյանը։ Թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ ամբողջ գիշերվա ընթացքում ինտենսիվ կրակել է հիմնականում դիպուկահար հրացաններից, նաև վականանետից։ Պաշտպանության բանակը պատասխանել է նախահարձակ հակառակորդին։ Իդեպ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մոտակայքում վաղը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչները պլանային դիտարկման են դուրս գալու։ Արցախի իշխանությունը հայտնել է, որ պատրաստ է ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։ Ներկայական թեմայով հայկական վերածնունդ կուսակցությունը ընտրություններին կմասնակցի ամենայն հավանականությամբ միայնակ։ Կանանց միության համագումարին ասել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Վերջնական որոշումը կկայացվի 20 օր հետո կուսակցության համագումարում։ Ընտրապայքարում հայկական վերածնունդը հավակնում է լավ արդյունքների։ Ես մեր շանսերը գնահատում եմ փայլուն եւ որովհետեւ մենք մեր հանրությանը ներկայացնելու ենք մրցունակ գաղափարներ, մենք հասարակությանը չենք տանելու թշնամության, ատելության, այլ տանելու ենք համախմբման, կոնսոլիդացիայի, հանուն մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու գաղափարի ճանապարհով։ Պարուր Հայրիկյանի գլխավորած ազգային ինքնորոշում միավորումը միացել է Սերյան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալաքյան եւ Վարդան Օսկանյան նախընտրական համագործակցությանը Facebook-ի իր էջում գրել է Պարուր Հայրիկյանը։ Նա տեղեկացրել է, որ որոշմանը կողմ են արտահայտվել ԱԻՄ-ի ղեկավար մարմնի 19 անդամները, 2-ը դեմ են եղել։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալները իրենց կամքով տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց։ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության ներկայացուցիչները այսօր այցելել են Նուբարաշեն ստուգելու տեղեկությունը, որ 3 դատապարտյալ բողոքելով իրենց այլ խցեր տեղափոխելու որոշման դեմ ինքնավնասվել են եւ կտրած ծակած վերքերով տեղափոխվել Էրեբունի բուժկենտրոն։ Բուժօգնություն ստանալուց հետո նրանց տարել են ետ Նուբարաշեն։ Նախարարությունից օրակարգին հայտնել են, որ ծառայության աշխատակիցները դատապարտյալներին ներկայացրել են այլ խուց տեղափոխվելու հիմքերը, ինչի արդյունքում նրանք ինքնակամ տեղափոխվել են։ Քրեակատարողական վարչությունից էլ այսօր ավելի վաղ պարզաբանել են, որ Նուբարաշենի աշխատակիցները բռնություն չեն գործադրել, ինչպես դատապարտյալներն էին պնդում։ Հայկական ատոմակայանի հետ կապված որևէ խնդիր չկա, շաբաթ օրը էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ ատոմակայանի պաշտպանական համակարգը լավ է աշխատում։ Այսօր հայտարարել է էներգետիկայի փոխնախարարը, մեկնաբանելով շաբաթ օրը հանրապետության բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարային անջատումը, ինչի հետևանքով ատոմակայանը մասամբ բեռնաթափվել էր։ Ոչ մի վտանգ մեզ չի սպառնել, մեր բոլոր պաշտպանական համակարգերը մեր էներգետիկ համակարգում գործում են եւ աշխատում են եւ ոչ մի անվտանգության սպառնալիք մենք մեր ատոմակայանում չունենք։ Հոսանք առանց բնությանը վնաս հասցնելու եւ առանց լրացուցիչ ֆինանսական բեռի։ Էներգետիկները նախորդ տարվա վերջին խոստացել էին արագ տեմպերով զարգացնել այդ ուղղությունը, այսօր էլ արդեն մրցույթ են հայտարարել։ Էներգետիկ շաբաթ 2017-ի շրջանակում օտարերկրյա ներդրողներին կներկայացվեն էներգետիկ ոլորտի վերջին զարգացումները, ներդրումային հնարավորություններն ու առկա խնդիրները։ Արևային առաջին կայանը նախատեսվում է կառուցել Մասրիկում։ Հայկական լեռնաշխարհի առաջջրերը առաջիկայում այլևս իզուր չեն կորչի, միլիոնավոր խորանարդ մետր հեղուկ կհավաքվի Վեդիում կառուցվելիք ջրամբարում։ Շինարարությունը կմեկնարկի գարնան առաջին օրերին։ 29 միլիոն խորանարդ ջրի խնայողություն, ամբողջովին նոր ինքնահոս ոռոգման համակարգ, որի արդյունքում կոռոգվի 6000 հեկտար տարածք։ Սրանք մարտից կառուցվող Վեդիի նոր ջրամբարի միակ առավելությունները չեն։ Սևանա լճից
ստացվող ջրերի քանակը կնվազի շուրջ 18 միլիոն խորանարդով։ Գումարի մի մասը պետբյուջեից, մյուս մասն էլ զարգացման ֆրանսիական գործակալության վարկով։ Ջրամբարի կառուցումը կարժենա 90 միլիոն եվրո։ Տնտեսական էֆեկտը 29 միլիոն խորանարդ մետր ջուր անտեղի արագ չի լցվի, այն կոռոքի 8 համայնքների հողերը, կփակվի 11 պոմպակայան, կխնայվի 19 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա, հայկական լեռնաշխարհի ջուրը Վեդի եւ Խոսրով գետերով ոչ թե արագ կթափվի կկորչի, այլ կհոսի դեպի ջրամբար։ Զուգահեռ կառուցվող նոր համակարգը կաթիլային եւ անձրևացման եղանակով փորձնական կոռոքի շուրջ 500 հեկտար։ Ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 25-ից 30%-ով, որոնք ներկայումս կազմում են 45-ից 50%։ Վերջին 25 տարիներին Վեդու ջրամբարը որպես նորակառույց առաջինն է։ Սրան զուգահեռ 2018-ից կկառուցվի եւս մեկը՝ Կապսի ջրամբարը։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Սիրիայում հայ զինծառայող է զոհվել Գանձասար պարբերականի տվյալով Ժան Քորաջյանը զոհվել է Հալեպի մերձակագյուղերից մեկում, այս պիսով սիրիական պատերազմի ընթացքում զոհված հայ զինծառայողների թիվը հասել է 33-ի։ Աստանայում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները, կլոր սեղանի շուրջ են հավաքվել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի դիվանագետները, ինչպես նաեւ Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչները։ Ընդ որում զինյալների շահերը պաշտպանում են 1 տասնյակ խմբավորումների անդամներ, որոնք ընդհանուր առաջնորդ չունեն։ Ձախերից ով է լինելու Ֆրանսուଆ Ֆիյոնի և Մարին Լպենի մրցակիցը Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հայտնի կդառնա հաջորդ շաբաթ սոցիալիստական կուսակցության վերջնական պրայմերիզի արդյունքում։ Առաջին փուլը հաղթահարել է 2 թեկնածու։ Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների ձախերի պրայմերիզի առաջին փուլը։ Նախնական տվյալների համաձայն երկրորդ փուլ են անցել երկրի կրթության նախկին նախարար Բենուա Ամոնն ու նախկին վարչապետ Մանուել Վալսը, երկուսն էլ սոցիալիստական կուսակցությունից։ Ընտրությանը մասնակցել է 2 միլիոն մարդ։ Ամոնի օգտին է քվեարկել նրանց 35.2, իսկ կառավարության նախկին ղեկավարի օգտին 31.5%-ը։ Ընդհանուր առմամբ պրայմերիզին մասնակցել է 7 քաղաքական գործիչ։ Երրորդ հորիզոնականում քվեների 18%-ով հանգրվանել է էկոնոմիկայի նախկին նախարար Արնո Մոնտեգուրը։ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ձախերի ներկայացուցիչը կորոշվի հաջորդ շաբաթ, պրայմերիզի երկրորդ փուլից հետո։ Ակնկալվում է, որ երկրի գործող եւ նախկին նախագահներ Օլանդի եւ Սարկոզիի բացակայությամբ ձախերի թեկնածուի հիմնական մրցակիցները կդառնան հանրապետական Ֆրանսուଆ Ֆիյոնն ու ազգային ճակատի ներկայացուցիչ Մարին Լպենը։ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության 11-րդ նախագահի անունը պարզ կդառնա մայիսի 7-ին։ Հարություն Արզումանյան, օրակարգ։ Սկանդալային երգչուհի Մադոննան սպառնացել է պայթեցնել Սպիտակ տունը եւ հայհոյել է նախագահ Թրամփին։ Փոփ դիվան հոլիվուդյան այլ աստղերի հետ Վաշինգտոնում մասնակցել է կանանց իրավունքների պաշտպանության քայլարշավին, որը հաջորդել է Թրամփի երթմանը։ Ամերիկուհիների Լոս Անջելեսյան երթին հետևել է մեր գործընկեր Լիլիթ Ցետրակյանը։ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի համար պաշտոնավարման հաջորդ իսկ օրը լույսը բացվեց վատ լուրերով։ Բողոքի զանգվածային ակցիաներ են ոչ միայն Վաշինգտոնում, այլև Լոս Անջելեսում։ Մարդիկ տասնյակ հազարներով փողոց են դուրս եկել պաշտպանելու կանանց իրավունքները։ Տեր կանգնելով առավել խոցելի խավի իրավունքներին, պաշտպանում ենք մեզ բոլորիս, ասում են նրանք։ Ցուցարարների հոսքը ողողել էր Լոս Անջելեսի կենտրոնը։ Նվազագույնը 5 միլիոն մարդ էր դուրս եկել փողոց մասնակցելու կանանց իրավունքների պաշտպանության քայլարշավին։ Այն այդպես էր կոչվում, բայց մարդիկ այլ բողոք էլ ունեին։ Օրինակ, անօրինական ներգաղթյալներին վտարելու, մատչելի բժշկական ապահովագրության, Օբամայի ներդրած ծրագիրը վերացնելու, Թրամփի մտադրությունից եւ նախընտրական շրջանում նրա հնչեցրած մի քանի այլ դրույթից։ Ես այստեղ եմ, որովհետև կին եմ եւ կանգնած եմ բոլոր կանանց կողքին։ Թրամփը դեմ է այն ամենին, ինչն ինձ վերաբերում է։ Ես կին եմ, ներգաղթյալ եւ լատինո։ Մենք այստեղ ենք ասելու, որ Ամերիկան սեր է։ Մեր գաղափարների մի մասը համընկնում է Թրամփի ծրագրին, հավատում ենք, որ նա շատ բան կանի, բայց եւ նրա տեսլականը հաճախ չի համընկնում մեր ակնկալածին։ Կարծում եմ մարդիկ պետք է միասնական պայքարեն, որ իրենց ձայնը լսելի լինի եւ քաղաքական գործիչները մեր փոխարեն չորոշեն ամեն ինչ։ Լոս Անջելեսը վերջին անգամ ցուցարարների այսպիսի մեծ զանգված տեսել էր 2006 թվականին, երբ մարդիկ պայքարում էին ներգաղթյալների իրավունքների համար։ Քաղաքը վերջապես հաղթահարել է ապաթիան եւ ոտքի կանգնել, ասում են ցույցի մասնակիցները։ Մենք ավելի լավն ենք, քան սա, հաստատ մի բանային չէ մեր երկրի, մեր ժողովրդավարության հետ։ Ես ցանկանում եմ մաս դառնալ այն ուժի, որը փոփոխություն
ուրախություն կբերի այս երկրում։ Թրամփին անձամբ չգիտեմ, բայց այն, ինչ նա ասում եւ անում է, լիովին հակառակն է, ինչ ես եմ մտածում ու զգում։ Ես հիասթափած եմ նոր վարչակազմից։ Աստված օգնի Թրամփին։ Չեմ ցանկանում ատելություն զգալ նրա նկատմամբ, բայց կցանկանայի, որ նա արթնանար ու լսեր ժողովրդի կարիքների մասին։ Ցույցի մասնակիցները իրենց հույզերն ու հետաքրքիր մտքերն արտահայտում էին հագուստի միջոցով կամ պաստառներին ձևակերպված։ Հաճախ էին հանդիպում հենց Դոնալդ Թրամփի կարգախոսների ձևափոխված տարբերակները։ Օրինակ, դարձնենք Ամերիկան հզոր կարգախոսի փոխարեն, դարձնենք Ամերիկան մտածող եւ սիրող։ Լիլիթ Ցետրակյան, Գարեգին Վարդանյան, Օրակարգ, Միացյալ Նահանգներ։ Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի արժանանալու խաղաղության Նոբելյան մրցանակին, եթե կիրառի գործարքներ կնքելու իր վարպետությունը աշխարհի ամենաբարդ լուծելի հակամարտություններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար։ Washington Times-ում հոդված է այսպես է սկսել Caspian Group Holdings-ի տնօրեն Ռոբ Սոփանին։ Ըստ նրա, Թրամփի եւ ազգային անվտանգության նրա թիմի համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հստակ ազդանշան կլինի, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Պուտինը ցանկանում է լինել Միացյալ Նահանգների դաշնակիցը միջազգային հարթակներում հակամարտությունների լուծման գործում, գրում է Սոփանին։ Պետրո Ագրամունտը վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում, Հերմինե Նաղդալյանն էլ կրկին կառույցի փոխնախագահն է։ Քվեարկությունը կայացել է այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին օրը։ Հայաստանը միացավ Եվրախորհրդին ուղիղ 16 տարի առաջ, այս օրերին եւ Ստրասբուրգում էր պատվիրակությունը առաջին անգամ մասնակցեց ԵԽԽՎ նիստերին։ Ձմեռային այս նստաշրջանին քաղաքական քննարկումներից զատ Ստրասբուրգում շնորհանդեսներ են սպասվում հայ սահմանադրագետների նախաձեռնությամբ։ Հայաստանի դրոշը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի շենքի առջև բարձրացավ հունվարի 25-ին։ Եվրոպական ընտանիքին միանալու 16-ամյակի առիթով Ստրասբուրգում շնորհանդեսների շարք է նախատեսվում։ Նախ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի մենագրության շնորհանդեսը։ Այստեղ նրա առաջարկած հայեցակարգն է հասարակության ինքնապաշտպանական համակարգի մասին։ Խնդիրն արդիական է բոլոր երկրներում։ Հասարակությունները տառապում են իմունային անբավարարությամբ, որոնք հանգեցնում են սոցիալական կոնֆլիկտների։ Լուծում կա։ Առաջարկել եմ ամբողջ մի հայեցակարգ, ինչպես կարելի է դա հաղթահարել, սկսած մշտադիտարկման անցկացման մեթոդաբանական լուծումներից, մեթոդական լուծումներից, ինդիկատորների ցուցիչների համակարգից, սա ամբողջ նոր տեսություն է, որը այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Միջոցառմանը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը ելույթ կունենա։ Հաջորդը Սահմանադրական դատարանի կազմակերպած Երևանյան խորհրդաժողովի ալմանախի շնորհանդեսն է։ Միջազգային սահմանադրագետ իրավագետներին կներկայացվի մի մշակում ևս Հայաստանի նոր սահմանադրությունը քառալեզու։ Ոչ միայն լուծումների առումով շատ երկրներ փորձում են ուսումնասիրել եւ այս փորձառությունը նաեւ իրենց մոտ որոշ առումով կիրառել, այլ նաեւ հետազոտողների, մասնագետների եւ նաեւ եվրոպական շատ կառույցների հետաքրքրություն է առաջացրել։ Ստրասբուրգում ևս մեկ նորամուտ կլինի Հայաստանում գրանցված միջազգային կազմակերպության սահմանադրական մշակույթ վերլուծական կենտրոնի շնորհանդեսը։ Անդամակցում է 19 երկրի 40 հայտնի սահմանադրագետ։ Աննա Բալյան, Էդգար Դավթյան, Օրակարգ։ Մեր հայրենակից Գլեդիս Բերեջիկլյանը նշանակվել է Ավստրալիայի ամենախոշոր նահանգի Նոր Հարավային Ուելսի վարչապետ, նա միակ տեխնացուն էր։ Բերեջիկլյանի նախնիները Ավստրալիային գաղթել 1915 թվականի ցեղասպանությունից հետո։ Գլեդիսը հրաշալի խոսում է հայերեն եւ ակտիվ մասնակցում է Սիդնեյի հայ համայնքի կյանքին, 2013-ին Արցախ է այցելել։ Մինչև վարչապետ նշանակվել է եւ զբաղեցրել է կարևոր պաշտոններ, եղել է նահանգի տրանսպորտի նախարարն ու գանձապետը։ Գերմանիայի Բունդեսթագի թրքուհի պատգամավոր Սևիմ Դաղդլենը անհանգստանում է Կարո Փալյանի անվտանգության համար։ Նա մտավախություն ունի, թե Փալյանին կարող են ձերբակալել։ Հայոց ցեղասպանության հիշատակումը խիզախ եւ ճիշտ քայլ էր։ Էրդողանը չի ուզում լսել պատմական ճշմարտությունը եւ չի կարող դա հանդուրժել, հայտարարել է գերմանական խորհրդարանի թուրք պատգամավորը։ Փալյանին առաջիկա 3 նիստին մասնակցությունից զրկելը Դաղդլենը հակաժողովրդավարական քայլ է համարում։ Դինքի սպանությունը ավելի բորբոքեց թուրքերի հետաքրքրությունը պարզելու, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին։ Թուրք լրագրողները այս կարծիքն են հնչեցրել Փարիզում մասնակցելով Ակոսի նախկին խմբագրապետի սպանության 10-րդ տարելիցի նվիրված քննարկմանը։ Թուրքիայի Սպիտակ աղավնուն նվիրված միջոցառումներ են եղել նաև Թբիլիսիում։ Ստամբուլից Երևան, Երևանից Թբիլիսի ցուցահանդեսի անցած ճանապարհն է։ Թուրք ֆոտոլրագրողի աչքերով ու նրա օբյեկտիվից Թիֆլիսահայերը տեսան արևմտահայ պապերի թողած ժառանգությունը ներկայիս Թուրքիայում։
Իմ նպատակն էր ոչ թե ատելություն հրահրել, այլ պատմել ճշմարտությունը, եւ այնքան ուրախ եմ, որ ինձ առաջարկեցին մեկտեղել այս ցուցահանդեսն ու Հրանտ Դինքի մահվան տարելիցի միջոցառումները։ 20-րդ դարում սկսված, բայց մեկ դար անց դեռ չավարտված ոճրագործությունը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում ու կից մշակութային կենտրոնում միաժամանակ էին հիշատակում։ Ցուցահանդեսին նախորդեց Դինքի հոգեհանգստյան արարողությունը։ Գուցե այդ զոհն էր պետք, որպեսզի աշխարհը մեկ անգամ եւս մանավանդ Թուրքիայի քաղաքացիները անդրադառնան իրենց պապերի կատարած այդ հրեշավոր արարքներին։ Ցեղասպանության կազմակերպիչներին ուղղված բողոք ցուցահանդեսը Թբիլիսիում կշարունակվի եւս 2 շաբաթ։ Փարիզում նույնպես հիշել են Թուրքիայում բարձրաձայն ցեղասպանության մասին միակ խոսողին։ Թուրքիայի հայերը պետք է փոխեն իրենց անունը եւ թաքցնեն հայ լինելը, ինչի դեմ էլ պայքարում էր Հրանտ Դինքը։ Դինքը բացառիկ մարդ էր, նա ցանկանում էր ներսից փոխել Թուրքիան։ Հրանտի սպանությունը սթափեցրեց Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը։ Բոլորս ամաչում էինք տեղի ունեցածի համար։ Բոլոր լրագրողները Հրանտի կողքին էին։ Հայրենիքից արտաքսված թուրք լրագրողը համոզված է, որ Դինքի սպանությունը կազմակերպել էր թուրքական պետությունը, բայց այդ ոճիրը փոխեց Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը։ Մարդիկ սկսեցին ծանոթանալ հայոց ցեղասպանության պատմությանը։ Թուրքիան ավտորիտար երկիր է, որտեղ իշխում է ֆաշիզմը։ Հրանտի դիրքորոշումները նրանց դուր չէին գալիս, եւ նրան պարզապես սպանեցին։ Հայտնի թուրք հրատարակիչ եւ իրավապաշտպան Ռագըբ Զարաքոլուի բնորոշմամբ Հրանտն իր կյանքով եւ գործունեությամբ փորձում էր փոխել Թուրքիան, սակայն միայն իր մահով կարողացավ դա անել։ Այսօր Հրանտի աշխատանքն արդեն իր պտուղներն է տալիս։ Մենք Դինքին անսահման պարտական ենք։ Սփյուռքում մենք եւս պայքարում ենք հայկական հարցի համար, սակայն պայքարել հայկական հարցի համար սատանայի որջում շատ դժվար, բայց կարևոր գործ է։ Սուզաննա Վարդերեսյան, Մարիամ Տեր-Գուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Գիվի Փեյքրիշվիլի, Օրակարգ, Թբիլիսի, Փարիզ։ Քեսաբ եւ Հալեբ Դիլիջանում կանաչ քաղաքում հայրենի տեղանուններով 2 ռեստորանները սիրիահայ խոհարարն է բացել Հայաստան տեղափոխվելուց հետո։ Տեղացիներին անծանոթ համեմունքներով արևելյան համուհոտով կերակուրները սեփական ձեռքով է պատրաստում, աշխատանքով ապահովում դիլիջանցիներին։ Սիրիայում որ դուրս ելա, ասեցի միայն Հայաստան պիտի կամ։ Տիգրան Յարալյանը 4 տարի առաջ ընտանիքով տեղափոխվեց Հայաստան, ասաց մշտապես, թեև աշխարհում սիրուն եւ ապահով տեղեր շատ կան։ Մայրս 20 տարի է Կանադայի, եղբայրս 30 տարի է։ Կանադա շատ կացել եմ, չի ավանը։ Ես ասեցի իմ հայրենիքեն զադուրիշ ոչ մեկտեղ չեմ ապրել։ Հալեբում թողնելով ոսկերչության արհեստը այստեղ շուտով նոր գործ սկսեց։ Սիրիահայ ընկերոջ հետ Դիլիջանում բացեց ռեստորան եւ կոչեց իր մանկության քաղաքի անունով՝ Քեսաբ։ Դիլիջանը Քեսաբի նման է։ Նույն դեսարանն է։ Միակ բանը որ ձով չունի, քեդ ունի։ Մեկ տարի անց Քեսաբից քիչ հեռու Ճամփեզրի նոր ցուցանակին իր հարազատ քաղաքի անունն էր՝ Հալեբ։ Սիրիական եւ հայկական խոհանոցներով եւս մի ռեստորան տեղացիների համար նոր աշխատատեղերի հնարավորությամբ։ Արդեն համարյա 3 տարի աշխատում եմ, շատ գոհ եմ։ Ապրում է Երևանում։ Սիրիական խոհանոցը նրա տարածքն է, իր ձեռքով է պատրաստում։ Հայկական որոշ ուտեստներ եւս։ Սարքում ենք գծու Ադանա քեբաբ։ Սիրիահայ գործարարի խոսքով իր եւ ընտանիքի ապագայի բոլոր ծրագրերը Հայաստանի հետ են կապված։ Իմ հողն է, մերն է, այստեղ զարգացնենք։ Գայանե Թամամյան, Մհեր Թամրազյան, Օրակարգ։ 92 տարեկանում մահացել է Հայաստանի ժողովրդական եւ Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Զաքար Խաչատրյանը։ Նա իր հայրենի Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացի էր, Սանկտ Պետերբուրգի պատերազմի նկարիչ, վետերանների խորհրդի նախագահ։ Պարգևատրվել է հայրենական պատերազմի առաջին եւ երկրորդ աստիճանի եւ կարմիր աստղ շքանշանով, արժանացել պետական բազմաթիվ պարգևների եւ միջազգային մրցանակների։ Առնվազն 18 մարդ է զոհվել ամերիկյան Ջորջիայի եւ Միսիսիպի նահանգներում ուժեղ փոթորկի պատճառով։ Ջորջիայի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել, բազմաթիվ ծններ են փլուզվել, փլատակների տակ են մնացել տասնյակ մարդիկ։ Նախագահ Թրամփը ցավակցել է զոհերի ընտանիքներին։ Մեր երկրում եղանակը փոթորկվել չի պատրաստվում, ավելին Երևանը երեկվանից արև է տեսնում։ Օդերևութաբանները խոստանում են առաջիկա 3 օրերին հանրապետությունում տեղումներ չեն լինի։ Ամսի 26-ից 28-ը սպասվում է ձյուն, լեռնային հատվածներում նաև բուք։ Ձյան հետ մարզերում կբարձրանա օդի ջերմաստիճանը 8-ից 10 աստիճանով։ Արարատյան դաշտում եւ Երևանում սնդիկի սյունը կշարունակի 0-ից ցածր մնալ։ Այսքանը օրվա իրադարձությունների ամբողջական պատկերը, օրակարգի հիմնական թողարկմանը կհանդիպենք ժամը 21-ին։